Բարի երեկո։ Նախորդ տարի երկարատև ու համառ պայքարից հետո մի կերպ հաջողվեց վիժեցնել մի ծրագրի իրականացում, որի համար իրականում շատ դժվար է ձևակերպում գտնել։ Խոսքը Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մասին է։ Ֆիլմ 2011-ին այս նախաձեռնության կապակցությամբ բողոքի մեծ ալիք բարձրացավ, ինչն առավել քան սպասելի էր։ Ինչ-ինչ, բայց Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպումը աբսուրդի ժանրին բնորոշ երևույթ է եւ տրամաբանության հետ որևէ առնչություն չունի։ Եթե ասենք կազմակերպիչները փորձեին ադրբեջանական ֆիլմերը մի կերպ խցկել, ենթադրենք հարավկովկասյան ֆիլմերի փառատոնի ձևաչափում, ապա միգուցե ոմանց համար գաղափարը մի կերպ մարսելի կլիներ, բայց առանձին, բացառապես ադրբեջանական ֆիլմերի այն էլ փառատոն դե կներեք էլի։ Ընդ որում այստեղ ուղղակի սպանում է հենց փառատոն բառը, որը երկու արմատ ունի՝ փառք եւ տոն։ Մնում է հասկանալ, թե թշնամի երկրի ֆիլմերի ցուցադրությունը մեր երկրում ինչ կապ ունի փառքի կամ տոնի հետ։ Միգուցե նախաձեռնողի, խաղարարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի շեֆի Վեհանձն Գեորգի Վանյանի համար ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը իսկապես էլ տոն է։ Ենթադրելի է, որ այդպես է, քանի որ սույն մարդը այնպիսի առանձնատուկ ու գորովալից վերաբերմունք ունի ադրբեջանական ամեն ինչի հանդեպ, որ բոլորովին էլ զարմանալի չէ, երբ նրա համար Ադրբեջանի տարածվող մշակութային ցանկացած միջոցառում ամենաիսկական տոն է։ Экзамен для меня всегда праздник, профессор. Ինչևէ, նախորդ տարի մեծն Վանյանի ծրագիրը տապալվեց, բայց այս մարդը հաստատ վհատվողներից, թևաթափ լինողներից ու կոտրվողներից չէ։ Չստացվեց նախորդ տարի, կփորձենք այս տարի։ Ընդ որում Վանյանը նախորդ անհաջող փորձերից դասեր է քաղել ու հիմա ամեն ինչ ավելի խելացի է անում։ Լավ հասկանալը, որ Երևանում իրեն դալիճ տվող չի լինելու, իր սիրած ադրբեջանցիների ֆիլմերը ցույց տալու համար մեծն իրավապաշտպանը հայացքն ուղղել է հյուսիս։ Սիկտիվկարի մասին չեմ խոսում, չնայած Վանյանի պարագայում ված չէր լինի։ Խոսքը Գյումրիի մասին է։ Վանյանը իր նախաձեռնությունն այս տարի անցկացնելու է Գյումրիում, ամենայն դեպս ծրագրել է։ Բացի նրանից, որ Սիկտիվկարը դեռևս չտեսած Գեորգին հասկացել է, որ Երևանում իրեն գրանտը մարսելու հնարավորություն չեն տա, մեկ այլ նույնպես կարևոր բան է հասկացել։ Խնդիրը նրանում է, որ նախորդ տարի ադրբեջանական ֆիլմ արտադրության փառքի տոնը կազմակերպելուց առաջ Վանյանը միամտություն արեց ու միջոցառումից դեռ շատ առաջ հայտարարեց, որ նման ծրագիր կա։ Հիմա Վանյանն ավելի խելացի է դարձել, ավելի հաշվենկատ։ Ծպտուն չէր հանում մինչև հիմա։ Բառ անգամ չկար այդ մասին։ Բայց այսօր կայքերից մեկն այդուհանդերձ տվեց այդ տեղեկատվությունը ու ամեն ինչ սկսվեց։ Այդուհանդերձ, այս պարագայում միջոցառումն ընդամենը 2 օրից է, այսինքն դեռ շանս կա, որ փառատոնը կպլստացնի։ Իսկ եթե այդ կայքը սկանդալային տեղեկությունն այսօր էլ չհայտներ, ապա միանգամայն հնարավոր էր, որ ամսի 13-ին բոլորս արթնանայինք ու տեղեկանայինք, որ Հայաստանում, Գյումրիում, ինչ որ գրանտի շրջանակում, ինչ որ մարդիկ բռնել ու ադրբեջանական ֆիլմեր են ցուցադրել։ Ընդ որում, ինչպես ցանկացած նորմալ փառատոն, այս դեպքում նույնպես կազմակերպիչները մրցանակներ են սահմանել։ Իսկ հիմա բռնվեք։ Եվ այսպես, լինելու է ընդամենը 1 մրցանակ, որի անունն է հանդիսատեսի համակրանք։ Ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ բոլոր հայերին հրապարակավ ֆաշիստ անվանեց։ Վանյանը բնականաբար ծպտուն անգամ չհանեց, ինչը բնական է, ինչպես մարդը դեմ գներ հոգևոր պապային։ Ու հիմա ստացվում է այնպես, որ մեզ ասում են՝ վերցրեք տղերք, կերեք ձեզ ֆաշիստ անվանող երկրի մշակութային զահրումարը, ու մի բան էլ ինքներդ ձեր մեջ որոշեք, թե որ մի զահրումարն էր ավելի համեղ, որ ձեզ ֆաշիստ անվանողներից մեկին մրցանակ տաք հանդիսատեսի համակրանքի համար։ Միգուցե ես ինչ-որ բաներ սխալ եմ անկանում, շատ, ոնց ասեմ, ծայրահեղական կերպով։ Միգուցե իսկապես էլ մենք զոմբիացել ենք այնքան, որ հնարավոր է դարձել մեր երկրում նման միջոցառումներ կազմակերպելը։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ոչինչ, թող ես զոմբի համարվեմ, բայց ես կտրականապես դեմ եմ իմ հայրենի հողում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու գաղափարին։ Գյումրեցիներ, առողջ եղեք։